Ոչ թե պարզապես սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ է Մատաղիսը, անգամ սովորական ինքնաձիգներից կրակոցները գյուղամիջում պարզ լսվում են հատկապես գիշերը։ Համայնքի գրասենյակի շենքից ստեղից մինչև մեր սահմանը 2.5 կիլոմետր է։ Կրակոցները այս գյուղում նախորդ տարիներին էլ լսել են, պարզապես վերջին ամիսներին ակտիվությունն է ավելացել։ Մատաղիսցիները բնականաբար մտահոգված են, բայց խուճապ չկա, վստահեցնում է համայնքի ղեկավարը։ Չէ, ոչ մի խուճապ չկա, հիմնականում ասենք սա նորմալ իրեն ու ընթանում է, ասենք ոչ մի ընդհանրապես լարվածություն չկա ժողովրդի մեջին, բայց որ ասենք անհանգստություն կա, ընդհանրապես կա էլի։ Հնարավոր չի ժխտել, որ ընդհանրապես անհանգստություն չկա։ Այնուամենայնիվ շարունակում են ժողովուրդը իրենց աշխատանքները կատարել։ Աշխատանքների մասին համայնքում աշխատատեղի պակաս չկա, ավանդական դպրոց համայնքապետարանի հետ այլ աշխատատեղեր էլ կան, հեկերը, շինարարություն, ինչը գյուղի բոլոր ընտանիքների համար ամենամսյա կայուն եկամուտ է ապահովում։ Մյուս կողմից էլ կա բոլոր գյուղերի համար ընդհանուր եկամտի աղբյուրը՝ անասնապահությունն ու հողագործությունը։ 10 հատկով ունենք, ոչխար ունենք, հողամասեր ունենք։ Գյուղատնտեսական տարվա արդյունքներից գոհ չեն, երաշտը եւ դաշտերը վնասեց եւ անասնապահությանը, հացահատկի բերքատվությունը ցածր է եղել, երաշտի պատճառով անասնակերը պակասել է, ստիպված են եղել գլխաքանակն էլ կրճատել, որոշ ճյուղերում սակայն ձեռքբերումներ եւս ունեցել են։ Խաղողը վատ չի եղել, նորմալ է եղել, խաղողը նուռը։ Աշնանացանի արդյունքներից էլ դժգոհ չեն, այդ հարցում իր դերն է ունեցել նաև Մատաղիսի զարգացման նորաստեղծ հիմնադրամը։ Կատարվել է 80 հեկտար աշնանացան, էլի պայմանավորված այդ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, որից 30 հեկտարը ցանվել է Մատաղիս համայնքի զարգացման հիմնադրամի շնորհիվ, 30 հեկտար, որի ասենք արդյունքում ձևավորված եկամուտը պետք է բաժանվի ժողովրդին, ընդհանուր ժողովրդին։ 2014-ին Մատաղիսում շարունակվել են ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը, այդ ճանապարհին երկար սպասված ձեռքբերում են ունեցել։ Անցած տարի համացանցը լրացվեց համայնքում։ Հա, ինտերնետ կա արդեն, հա մեր տանը կա։ Շարունակվել են նաև ջրամատակարարման ներքին ցանցի բարեկարգման աշխատանքները, ավարտին այս գյուղը եւս շուրջօրյա ջուր է ունենալու։ Խմելու ջրի ներքին ցանցն ընդհանուր առմամբ փոխվել է, դեռ աշխատանքները ավարտին հասցված չեն։ Ջրամբար կառուցվել խմելու ջրի համար, հաշվիչները տեղադրվում են, շուտով ասենք երևի մինչև մի երկու ամսվա ընթացքում կավարտվեն այդ աշխատանքները։ Խնդիրների մասին դրանց շարքում առաջինը համայնքի երիտասարդ ղեկավարը բնակարանների պահանջարկն է տեսնում, խոսքը դեռ ոչ թե վերաբնակեցման ծրագրերի, այլ ներքին պահանջարկի մասին է։ Կան նաև ասենք մոտ մի 15 թվով մի 15 հոգի երիտասարդ տղաներ, որոնք ասենք զինծառայությունը ժամկետային ավարտել են, բայց այսօր չեն ամուսնանում, կոնկրետ ասենք բնակարանային խնդիրների պատճառով։ Մեր զրուցակիցն էլ դպրոցին վերջերս է հրաժեշտ տվել, հարսնացու ունի, բայց ամուսնության հարցը հետաձգում է։ Պատճառը միայն բնակարանը չէ, նվերը գաղտնիքն է բացում։ Դե պիտի սպասենք, չէ՞ որ դպրոցը բրծնի։ Կեսկատակ կես լուրջ այս խոստովանությունները լավատեսություն են ներշնչում, որ ապագայում էլ Մատաղիսում բնականաճի տեմպերը կպահպանվեն։ Բեյբի բումը 2013-ին էր, ասենք դրանից հետո էլ թվերը տպավորիչ են։ 13 թվականում ունեցել ենք 22 ծնունդ համայնքում, 14-ում ունեցել ենք 12 ծնունդ, 15 թվականում ունեցել ենք արդեն 6 ծնունդ։ Մատաղիսում այս տարի 10 հեկտար նոր այգի են հիմնելու, արդեն չեն կասկածում, այգիները վաղը խնամող կլինի։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։